Անթեոս և Հերակլես, ըստ Նիկոլայ Կունի «Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելները» գրքի։ Հերակլեսին դարձյալ վիճակվեց անցնել Լիբեական անապատով։ Այստեղ նա հանդիպեց հսկա Անտեոսին, որդուն ծովերի աստված Պոսեյդոնի և երկրի դիցուի Գեայի, որը ծնել էր նրան, սնել ու դաստիարակել։ Անտեոսը բոլոր ճամփորդներին ստիպում էր կռվի բռնվել իր հետ և բոլորին, ում որ պարտության էր մատնում, սպանում էր անգթաբար։ Հսկան պահանջեց, որ Հերակլեսն էր կռվի իր դեմ։ Ոչ ոք չէր կարող հաղթել նրան մենամարտի մեջ, առանց իմանալու այն գաղտնիքը, թե հսկան կռվի ընթացքում որտեղից է նորանոր ուժեր կուտակում։ Իսկ գաղտնիքն այս էր. երբ Անտեոսը զգում էր, որ ուժը հատնում է, հպվում էր գետնին, իր մորը, և վերականգնում ուժերը։ Նա ուժ էր առնում իր մորից, երկրի մեծ աստվածուհուց, բայց բավական էր Անտեոսին կտրել երկրից և օդ հանել, որպեսզի չքանար նրա զորությունը։ Երկար տևեց Հերակլեսի մենամարտը Անտեոսի հետ։ Հերոսը մի քանի անգամ գետնեց իր ոսոխին, բայց հսկան դրանից միայն ավելի էր զորանում։ Մեկ էլ հանկարծ, կռվի ժամանակ, հզորազոր Հերակլեսը գետնից պոկեց ու վեր բարձրացրեց Անտեոսին։ Սպառվեցին Գեայի որդու ուժերը, և հերոսը խեղդամահ արեց նրան։